Ողջույն սիրելի խոյեր, ես այժմ կներկայացնեմ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա կանխատեսումները այն մարդկանց համար, ովքեր ծնվել են խոյ նշանի ներքո։ Դեն սիրելիներս, սեպտեմբերը ձեզ համար նախապատրաստվելու ամիս է։ Պատրաստվելու արևի եւ լուսնի խավարումներին, որոնք տեղի կունենան հոկտեմբեր ամսին արդեն։ Եվ շատ հավանական է, որ սեպտեմբեր ամսից սկսած ձեր կյանքում կարևորագույն փոփոխություններ տեղի ունենան։ Ինչու? Որովհետեւ մենք հիշում ենք, որ դեռևս հուլիս ամսից հյուսիսային եւ հարավային կետերը տեղափոխվել են խոյ եւ կշեռ առանցքի վրա եւ առաջիկա 2 տարվա ընթացքում արևի եւ լուսնի խավարումները տեղի են ունենալու ձեր առաջին եւ 7-րդ ոլորտներում։ Նշանակում է խոյերի եւ ինչու՞ չէ նաեւ կշեռքների կյանքը լիովին պետք է փոխվի առաջիկա 2 տարիների ընթացքում։ Բացի դրանից, ամբողջ ամսվա ընթացքում Մարս մոլորակը, որը ձեր գլխավոր մոլորակն է, գտնվում է ձեր 7-րդ ոլորտում։ 7-րդ ոլորտը սա կողքի մարդիկ են, նշանակում է ակտիվանում է խոյերի շփումները։ Միգուցե նրանք ակտիվ կողակից են փնտրում, միգուցե ակտիվ հաճախորդներ են փնտրում, միգուցե շփվում են շատ ակտիվ գործընկերների հետ, այսինքն այստեղ Մարսը 7-րդ ոլորտում պարգևում է ձեզ ակտիվություն։ Սակայն, սիրելի խոյեր, պետք է նաև ամբողջ ամսվա ընթացքում մեծ ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը, որովհետև մինչև ամսի 23-ը արևն է գտնվում ձեր 6-րդ առողջության ոլորտում, իսկ մինչև ամսի 15-ը Մերկուրի մոլորակն է հետընթաց վիճակում, որից հետո շարունակում է իր առաջընթացը կրկին 6-րդ ոլորտում, այսինքն ամբողջ ամսվա ընթացքում Մերկուրին նույնպես 6-րդ ոլորտում է։ Սակայն այս ամենի մասին փորձեմ խոսել հերթականությամբ։ Սեպտեմբերի 4-ին Վեներա մոլորակը սկսում է իր առաջընթացը, ի վերջո Վեներան առաջ է շարժվում։ Այն գտնվում է ձեր 5-րդ ոլորտում եւ բավական երկար ժամանակ է, որ այստեղ է։ Հուլիս-օգոստոս ամիսներին Վեներան եղել է հետընթաց վիճակում եւ սեպտեմբերի 4-ից սկսած այլևս առաջընթաց է։ Նշանակում է այստեղ սեպտեմբերի 4-ից հետո 5-րդ ոլորտը, սա առաջին հերթին երեխաներն են, այստեղ կարող են երեխաների հետ կապված հարցեր առաջանալ, սակայն Վեներան խնդիրներ չի առաջացնում, սիրելիներս, Վեներան սա այն ամենն է, ինչը մենք սիրում ենք, նշանակում է սեպտեմբերի 4-ից հետո միգուցե փորձելու ենք երեխա ունենալ, միգուցե երեխաների ուսումնական հարցերով ենք զբաղվելու, այսինքն այն ամենը, ինչ մենք անելու ենք, սիրով ենք անելու, հաճույքով ենք անելու։ Բացի դրանից 5-րդ ոլորտը նաև մեր հանգիստն է, նշանակում է հնարավոր է սեպտեմբերի 4-ից հետո մենք մեկնենք հանգստի։ Բացի դրանից 5-րդ ոլորտը նաև սիրահարվածության զգացումն է, իսկ երբ Վեներան առաջընթաց է, այստեղ ամեն ինչ փայլուն է։ Նշանակում է խոյերը սեպտեմբերի 4-ից հետո կարող են ունենալ նոր ուրեմն սիրահարվածության զգացում, նոր մարդ իրեն շրջապատում, որին խենթի պես կսիրահարվեն։ Ամսի 8-ը շատ լավ օր է, որովհետև ունենք արև Յուպիտեր տրին ասպեկտը։ Իդեպ ամսի 4-ից Յուպիտեր մոլորակը ձեր երկրորդ ֆինանսական ոլորտում սկսում է իր հետընթացը եւ սիրելիներս մինչեւ տարվա վերջ, մինչեւ դեկտեմբերի 31-ը միգուցե ձեր ֆինանսական հարցերում մի փոքր ձգձգումներ կլինեն։ Սակայն ամսի 8-ի այս տրին ասպեկտը շատ լավ հաջողություն կարող է բերել այն խոյերին, ովքեր աշխատանք են փնտրում, այն խոյերին, ովքեր բժշկի են փորձում գնալ, այն խոյերին, ովքեր ֆինանսական նոր եկամուտների կամ ներդրումների հետ կապված գործարքներ ունեն, այսինքն ամսի 8-ի այս ասպեկտացիան շատ հաջող է նմանատիպ գործերի համար։ Դե ինչ ամսի 15-ին ունենք նորալուսին, նորալուսինը տեղի է ունենում ձեր 6-րդ ոլորտում։ Սիրելի խոյեր, շատ ուշադիր եք լինում ամսի 15-ից հետո ինչ կկատարվի ձեր կյանքում, որովհետև ուղիղ 1 ամիս հետո հոկտեմբերի 14-ին տեղի է ունենալու արևի խավարում ձեր 7-րդ ոլորտում։ Ես նշեցի արդեն, որ այս խավարումները փոխելու են ձեր կյանքը։ Ուրեմն այս նորալուսինը 6-րդ ոլորտում կարող է նորություններ բերել ձեզ աշխատանքային հարցերում, ձեր աշխատանքային գրաֆիկում, պարտականություններում, միգուցե նոր աշխատանքի կանցնեք, միգուցե նոր աշխատանքային գրաֆիկ կունենաք, միգուցե նոր կոլեկտիվ կունենաք։ Նաև այստեղ ամսի 15-ից հետո 6-րդ ոլորտում, այսինքն առողջության ոլորտում հնարավոր է նորություն
նորություններ։ Ուրեմն տեսեք, նորությունները ասված է նկատի ունեն, որ դուք կորոշեք առողջ ապրելակերպ վարել կամ կփորձեք մարզվել կամ կփորձեք դիետաներ պահել, մի խոսքով կզբաղվեք կամ ձեր առողջությամբ կամ ձեր կողքինների խնամքով եւ առողջությամբ։ Առավել եւս, որ ամսի 15-ից արդեն Մերկուրին է սկսում իր առաջընթացը հենց ձեր 6-րդ ոլորտում։ Դե ինձ սիրելիներս, ամսի 15-ից հետո կարելի է ուրեմն շատ ռիսկով գնալ աշխատանք փնտրել, եթե այս պահին աշխատանքի խնդիր ունեք, այստեղ որովհետև մեծանում է հնարավորությունը նոր աշխատանք գտնելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու, որոնք կարող են ձեզ աշխատանք առաջարկել։ Նաև ամսի 15-ից հետո հնարավոր է ծանոթություն ունենաք ինչ-որ բժշկի հետ, որը ձեզ շատ լավ խորհուրդներ կտա ձեր առողջական խնդրի հետ կապված։ Ամսի 16-ը նույնպես շատ լավ օր է։ Այստեղ ունենք Արև Ուրան Տրին ասպեկտը։ Ուրանը, սիրելիներս, հիշում եք, որ ձեր երկրորդ ֆինանսական ոլորտում է, սակայն այս ամիս կարելի է ասել իրեն բավականին լավ է պահում, բացառապես միայն ամսվա վերջից։ Ուրեմն տեսեք, այստեղ ամսի 16-ին անակնկալներով լի օր է։ Ֆինանսական անակնկալներ են ձեզ սպասվում։ Բացի դրանից, եթե դուք ուզում եք ճամփորդել, ամսի 16-ին արդեն կարող եք ճամփորդել, որտեղ Ուրանը նաև ինքնաթիռների ավիացիայի մոլորակ է։ Նաև այստեղ աշխատանքային հարցերում եւ առողջության հարցերում նույնպես ձեզ սպասվում են հաջողություններ։ Ամսի 21-ը նույնպես շատ հոյակապ օր է, այստեղ ունենք Արև Պլուտոն տրինը։ Տեսեք, Պլուտոնը դեռևս ձեր 10-րդ ոլորտում է եւ 24 թվականի հունվարից նոր վերջնականապես կլքի ձեր 10-րդ ոլորտը եւ այստեղ ամսի 21-ը հոյակապ օր է։ Պլուտոնը 10-րդ բարձրագույն ոլորտում խոսում է այն մասին, որ հնարավոր է, որ դուք նոր պաշտոն ստանաք, նոր աշխատանք ձեզ առաջարկեն, ուրեմն նոր ղեկավարություն ձեզ մոտ լինի, որը շատ բարեհաճ կլինի ձեր նկատմամբ, այստեղ աշխատանքային գործնական շատ հաջող հարցեր կարող են լուծվել։ Ամսի 29-ին, սիրելիներս, տեղի է ունենում լիալուսին։ Այս լիալուսինը տեղի ունենում ձեզ համար շատ կարևոր առաջին ոլորտում։ Սիրելի խոհեր, շատ ուշադիր եք լինում ընդհանրապես սեպտեմբեր ամսվա լուսնային փուլերին, այսինքն ամսի 15-ի նորալուսնից հետո ինչ տեղի կունենա եւ ամսի 29-ի լիալուսնի մոտակա օրերին ինչ տեղի կունենա, որովհետեւ հաջորդ ամիս հոկտեմբերին մենք արդեն ունենք արևի եւ լուսնի խավարումներ, որոնք անմիջականորեն ազդելու են ձեր կյանքի վրա։ Ուրեմն տեսեք, ամսի 29-ի այս լիալուսինը առաջին ոլորտում կարող է բերել ձեզ հստակ ուրեմն գիտակցում, թե ինչ եք դուք ուզում անել այս կյանքում, կամ ենթադրենք մինչև հիմա չէիք կողմնորոշվում մասնագիտության հարցում, ամսի 29-ին կամ նրա մոտակա օրերին վերջնական եզրակացության կգաք, կամ այստեղ առողջության հետ կապված շատ հարցեր կարող են ձեզ համար պարզ դառնալ։ Այստեղ նաև ձեր արտաքին տեսքի հետ, եթե ունեք նման խնդիր, ասենք պլաստիկ վիրահատության եք դիմում, ապա ամսի 29-ին կամ նրա մոտակա օրերին դուք դրանով կզբաղվեք։ Սակայն հենց ամսի 29-ը խորհուրդ չեմ տա լուրջ գործնական քայլեր կատարել, որովհետև այսօրը բավականին լարված է լինելու։ Այստեղ մենք ունենք Վեներա, Ուրան, Քառանկյունը, տեսեք, եզակի օրերից մեկն է, որը լարվածություն է առաջացնելու, ընդհանրապես սեպտեմբերը շատ հանգիստ ամիս է, ուրեմն այստեղ ամսի 29-ին Վեներա, Ուրան, լարված Քառանկյունը կարող է բերել ֆինանսական խնդիրներ, որոնք կապված են ձեր երեխաների հետ կամ միգուցե ձեր սիրած էակի հետ։ Դե ինձ սիրելիներս, այսքանը սեպտեմբեր ամսվա համար, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ